Բարձր ճնշումը կամ արտերիալ հիպերտենզիան, այսինքն շատերի մոտ այսօր վերջի երևի 1 տարվա մեջ ավելի հաճախ է սկսել կրկնվել, բարձրանալ այդ պատանումները, քան երևի առաջ էր, որովհետև չնայած առաջ էր հաճախ լինում, բայց վերջերս ավելի է հաճախակացել վիրուսների ձևափոխման հետևանքով։ Շատերը բաց են թողնում այն փաստը, որ և մասնագետների մեջ, և պացիենտների մեջ, որ բարձր ճնշումը կարող է առաջանալ նույնիսկ ինֆեկցիայի դեպքում, և պարտադիր չի, որ պացիենտը կամ միանգամից տաքություն ունենա։ Տաքություն դեպքում են վերագրում միայն, որ ինֆեկցիա կա կամ վիրուս կա, բայց դա սխալ մոտեցում է, որովհետև տաքությունը անհրաժեշտ է, երբ օրգանիզմը միացնում է իր իմունային համակարգի մեխանիզմներից մեկը։ Եթե օրգանիզմը կարողանում է հաղթահարել առանց տաքության, տաքություն կարող է չլինել, և որոշ դեպքերում էլ լինում է, երբ որ օրգանիզմը չի կարողանում հաղթահարել և չի կարողանում առաջացնել տաքություն, թուլության դեպքում, այդ դեպքում էլ տաքություն չի լինում։ Այստեղ կարևորը հասկանալն է, թե տաքություն չկա, բայց հիպերտենզիա կա և ուրիշ ախտանիշներ, օրինակ գլխապտույտ, սրտխառնոց, միաժամանակ ստամոքսի ցավ կարող է լինել, կոկորդի ցավ, հազ, կա, թե միայն բարձր ճնշումն է, կամ բարձր ճնշում կա, սրտի ցավ, օրինակ շատ երիտասարդների անցած տարի վերջ կարծեմ մեկ է այս տարվա սկիզբ այդպիսի վիրուս կար, որը ախտահարում էր սիրտը, չնայած որ տանում էին ստուգում էին կարծոգրամով, չէին գտնում, բայց սիմպտոմները, ախտանիշները կար, այսինքն բարձր ճնշում, ձախ թևի ցավ, և սխալ բուժումների դեպքում շատ, երբ որ սիմպտոմատիկ էին ուզում ճնշեին ախտանիշը, մահեր էլ երիտասարդների շրջանում եղավ։ Այնինչ իրականում պետք էր հասկանալ, որ այդ մարդու մոտ կար ինֆեկցիա և համապատասխան ինֆեկցիայի դեմ տալ համապատասխան պրեպարատ, այլ ոչ թե ախտանիշ ճնշել, այսինքն ճնշում իջեցնող պրեպարատ եթե խմի պացիենտը ինֆեկցիայի դեպքում, այդ ինֆեկցիան ավելի է տարածվում։ Եվ բարձր ճնշում կարող է առաջանալ այդ ժամանակ, տատանում կա, երբ որ ներքին օրգաններից որևէ մեկը հիվանդ է, և օրգանիզմը ցանկանում է կոմպենսացնել նույն ինֆեկցիաների դեպքում էլ, այսինքն արյան շրջանությունը լավացնել այդ տվյալ օրգանում, այդ դեպքում կարող է բարձր ճնշում առաջանալ և սրտխփոսներ, եթե կա պաթոլոգիաներ, այսինքն հիվանդություններ մարդու։ Եվ բոլոր դեպքերում բարձր ճնշումը կապել խրոնիկ հիպերտենզիայի հետ և ասել դուք հիպերտոնիկ հիվանդ եք, դա մեծագույն սխալներից մեկն է, որ այսօր կատարվում է։ Շատերին հենց բարձրանում է, ասում են դուք հիպերտոնիկ եք, վերջ ամբողջ կյանքը պետք է այս պրեպարատը խմեք, որպեսզի ճնշումը էլ չբարձրանա, դրանով առաջացնելով նոր հիվանդություններ, որովհետև միշտ չէ, որ բարձր ճնշումը դա վտանգավոր է, որոշ դեպքերում բարձր ճնշումը դա օրգանիզմի ինքնապաշտպանական ռեակցիան է, եթե տևում է մի քանի օր, նույնիսկ ջերմաշանի դեպքում ամեն մի աստիճան բարձրանալուց ծաղիկների քանակը կարող է 10 օր բարձրանալ և ճնշումն է բարձրանում, այսինքն պետք է նախ և առաջ բարձր ճնշման դեպքում ստուգել ջերմություն կա թե ոչ, նույնիսկ եթե ջերմությունը 36.8 է կամ 9 է, ոչ թե 7.5 կամ 8, չստուգել է պետք դա և կողմնակի այլ ախտանիշներ հավաքել է պետք, այսինքն կա գլխապտույտ, կա գլխացավ, սրտխառնոց, կա ստամոքսի ցավ, փորիկոմիս ցավեր կամ լուծ կամ փորկապություն, այսինքն ախտանիշները հավաքելով նոր կարելի է հասկանալ դա ինչ խնդիր է, այսինքն իսկապես սիրտանոթային համակարգի հիվանդություն է, թե վիրուս կա կամ ինֆեկցիա կա կամ հիվանդություն, նաև կարող է մթնոլորտային ճնշումն է փոփոխվել, այդ դեպքում է ճնշման տատանում կա, նույն եղանակի փոփոխությունից, նույն մթնոլորտային ճնշումը նաև ամպերի բարձրությունից էլ է փոխվում,
կարող են իջնել, բարձրանալ, այդ դեպքում է ճնշման տատանումը։ Առողջ մարդը պարզ է, որ ճնշման տատանումը շատ չի լինի, եթե սիրտանոթային համակարգի հիվանդություններ չունի, կամ ներքին օրգանների հիվանդություն, առողջ մարդը ավելի թեթև կտանի այդ տատանումները, մթնոլորտային ճնշումը եւ այլ, կարող է իր մոտ 5-ով 10-ով տատանել։ Բայց պարզ է, որ եթե որևէ այլ խնդիր կա կամ հիվանդություն, այդ տատանումները մթնոլորտային ճնշման եւ այլ մյուս ազդակները, օրինակ մագնիսական դաշտը կարող է փոխվել, դրանից է տատանում կա։ Եթե մարդը ունի որոշակի պաթոլոգիաներ, ապա այդ դեպքում ճնշումը ավելի է տատանվելու ակնհայտ, քան ավելի առողջ մարդու։ Դա պարզ է, բայց պատճառը այստեղ կարող է հանդիսանալ կամ եղանակային փոփոխությունները եւ կարող է նաեւ հանդիսանալ գաղտնի ինֆեկցիա, որովհետեւ վիրուսները, բակտերիաները, որոշակի ինֆեկցիաներ կարող են միանգամից չարտահայտվել ամբողջ ուժգնությամբ, կարող են 5 օր, 1 շաբաթ մնան առանց որևէ ախտանիշ առաջացնելու, օրգանիզմը չի տեսնում, հետո երբ որ սկսում են դրանք աշխատել, օրգանիզմը տեսնում, նոր է իմունային պատասխանը գնում։ Այս լինում է, որ օրգանիզմը տեսնում է միանգամից, բայց դրանք դեռ չեն զարգացել, որպեսզի ամբողջ ախտանիշները, այսինքն կոկորդի ցավ լինի կամ թոքերի հետ կապված, բայց արդեն արյան ճնշումը բարձրանում է, օրգանիզմը իմունային մեխանիզմները միացնում է ու այդպես պայքարում։ Եվ բացի ճնշման դեպքում պետք է եւ հմուտ բժիշկ, որը ճիշտ կախտորոշի եւ ճիշտ կգնահատի այդ տվյալ պացիենտի հետ կապված ախտանիշները եւ նաեւ պացիենտը պետք է խելացի լինի, որպեսզի սխալ բուժումներով իրեն չհասցնի ավելի ծանր վիճակի։ Ճնշում իջեցնող պրեպարատները դրանք իրենցով կողմնակի ազդեցություններով շատ վտանգավոր են, չկա այդպիսի ճնշում իջեցնող պրեպարատ, որը անվտանգ է, ալոպաթիկ դեղատներում կան հոմեոպաթիկ պրեպարատներ, որոնք օգնում են իջեցնել մինչև խնդիրը գտնվի, դրանք առանց կողմնակի ազդեցությունների են, բայց այն պրեպարատները, որոնք սրտխոփոցների ճնշումը իջեցնող պրեպարատները, որոնք դեղատներում ալոպաթիկ դեղատներում ձվաճառում են, դրանք հիվանդացնում են լյարդը, երիկամները, մակերիկամները, սիրտը, սիրտանոթային համակարգը, որոշ դեպքերում կալցիումի յուրացումներ են գնում, եւ դրանք բերում են մահվան, ինչ են անում, եւ մարդուն բերում են եւ մահվան դուռը, եւ կյանքն են կրճատում եւ ուրիշ պաթոլոգիաներ։ Այսօր բոլոր հիվանդությունները ավելի բարդ են դառել հենց սխալ բուժումների հետևանքով։ Եթե 100 տարի առաջ այսքան շատ քաղցկեղներ չկար, 50 տարի առաջ այսքան շատ քաղցկեղներ չկար, այսքան շատ ծանր հետևանքով, օրինակ թոքաբորբը բուժում են եւ մարդը ամբողջ կյանքը արդեն գիրացած, թուլացած մնում է, դա բուժում չէ։ Եթե իսկապես բժշկեն, մարդը դրանից հետո այլ հիվանդություն ձեռք չի բերի։ Թոքաբորբը բուժում են, շաքարային դիաբետ է առաջանում, այսինքն նոր հիվանդություն առաջանում ճնշելով հին ախտանիշ։ Նույնն է վերաբերում է բարձր ճնշմանը, այստեղ պետք է ճիշտ մոտեցում, ճնշումը իջեցնել որոշ դեպքերում պետք է, երբ որ շատ է բարձրանում 200-250 եւ երբ որ պացիենտը իրեն վատ է զգում, բայց 150, 160, 140 դրան ճնշել առանց հասկանալ թե ինչու է բարձրացել, դա վտանգավոր է։ Նաեւ պետք է նշել, որ կան պացիենտներ, ում 150-ը կարող է վտանգավոր լինել, կամ պացիենտներ, ում 200-ը վտանգավոր չի, ավելի քիչ վտանգավոր, այսինքն այստեղ պետք է տեսնել արյունատար անոթները ինչ վիճակում են, գլխուղեղը ինչ վիճակում են, վզի, այսինքն դիմային արտերիաները ինչ վիճակում են, ու ընդհանրապես արտերիաները իրար կոմպենսացնում են թե ոչ, այդտեղ կան շատ խնդիրներ, նաեւ պետք է ճնշումը վերևն ու ներքևը նայել, այսինքն վերևը 160 է, ներքևը ինչքան է, եթե ներքևը 100 է, դա ավելի լավ է, քան երբ որ վերևը 160, ներքևը 80, դա արդեն ինտերվալը մեծ է եւ այդ դեպքում կարող է աորտայի խնդիր եւ այլն, այսինքն մեզ պետք է ընդհանրապես հասկանալ սկզբից ինչ է կատարվում, նույնը բժիշկներին է պետք հասկանալ պացիենտի մոտ, նոր նշանակել։ Այսօր պացիենտը ասում է, ես սրտխոփոց ունեմ, միանգամից պրեպարատ ասեմ, բժիշկը չի շատ դեպքերում չի ուզում հարցնի,
Սրտխոփոցը երբ եղավ, կամ ճնշումը որ դեպքում եղավ, առավոտը քանի օր է որ կար, ինչքան ժամանակ էր որ չկար, կամ վերևն ու ներքևի ինչքան է։ Այսինքն պացիենտից պետք է ճիշտ պատկերը մասնագետը հավաքի եւ պացիենտն էլ պետք է այսօր խելացի գտնվի, որովհետեւ եթե սխալ բուժումների գնա, հետևանքները ծանր են լինելու։ Եվ այսօր բարձր ճնշումներ շատերի մոտ հենց վիրուսներից են լինում, եւ իջացնել կարելի է միայն այն դեպքում, երբ որ կրիտիկական ինչ-որ շեմի է հասել, մինչև հիվանդությունը գտնել, բայց չի կարելի ամեն անգամ ամեն օր խմել այդ ճնշում իջեցնող պրեպարատը, մտածելով թե դա կփրկի։ Գալու է մի օր, որ այդ պրեպարատը չի օգնելու, դոզան են ավելացնում, չափաբաժնում, հետո դա չի օգնելու, ուրիշ ուժեղ վտանգավոր պրեպարատ, եւ հետո գնալու են ստուգեն, բազվել է երիկամները, արդեն չի շարքից դուրս եկել, լյարդն է շարքից դուրս եկել, սիրտն է շարքից, սրտի փականներն են շարքից դուրս եկել, հետ հոսքերը արդեն կան եւ այդպես շարունակ։ Այսինքն ընդհանրապես եւ թե պացիենտների շրջանում եւ թե բժիշկների շրջանում պետք է խելացի եւ իմաստուն մոտեցում, առավել եւս որ այսօր եւ ինֆեկցիան եւ վիրուսները շատացել են, դրանց տարատեսակներն են շատացել եւ եթե խելացի մոտեցում ունենան եւ բժիշկները եւ պացիենտները ավելի հեշտ այդ կրիտիկական շրջանից դուրս կգան, քան այն, ինչը որ այսօր կատարվում է։ Առողջ եղեք։